Բարև ձեզ Armenpress-ի հարգելի հետևորդներ։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագիրն իր գործունեության 3 տարիների ընթացքում արդեն հասցրել է աջակցել շուրջ 100 ուսանողի։ Իսկ այս տարի 2026 թվականին ծրագիրը նպատակ ունի աջակցել ավելի քան 100 ուսանողի։ Ինչ է առաջարկում ծրագիրը, ովքեր կարող են դիմել, այս եւ շատ այլ հարցերի շուրջ այսօր զրուցելու ենք ապագա հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի հետ։ Տիկին Սոլոմոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ողջույն, շնորհակալ եմ նաև մեզ այստեղ հյուրընկալելու համար։ Սկզբի համար կխնդրեմ նշեք, թե որն է ապագա հիմնադրամի հիմնարար տարբերությունը Հայաստանում գործող բազմաթիվ այլ բարեգործական կազմակերպությունների հետ։ Շնորհակալություն հարցի համար։ Իհարկե առաջինը կարող եմ նշել հենց արժեքները, որ հիմնադրամն ունի, ի տարբերություն մյուս բարեգործական հիմնադրամն է։ Այսինքն մենք իրականացնում ենք շատ ավելի կայուն ծրագրեր եւ տալիս ենք մարդկանց գործիքներ իրենց ապագան կառուցելու համար։ Դա մեկ անգամյա աջակցություն չէ, դա կայունություն է եւ փորձում ենք ավելի ինքնաբավ հասարակություն եւ պետություն ստեղծել եւ կերտել։ Մեր կայունությունն է, մեր գործիքներն են եւ իհարկե ապագայի հանդեպ տեսլականը եւ զարգացումը։ Ինչպես ծնվեց կրթությունից աշխատանք մեկ քայլ նախաձեռնությունը, գաղափարը եւ ո՞րն է դրա հիմնական մեխանիզմը։ Կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագիրը, այսպես համարձակվում ասել, որ միակն է Հայաստանում, որ գործում է իր ամբողջական փաթեթով, ծրագրի մասին մի քիչ ավելի ուշ կխոսենք, բայց ինչպես ստեղծվեց եւ ինչ հիմնարար արժեքներ ունի հիմնադրամը, ես կուզենամ մի քիչ ավելի հետ գնալ անցյալ եւ մեր ակունքներ, թե ովքեր են ստեղծել այդ հիմնադրամները եւ հիմնադրամը եւ ինչու։ Շուրջ 8 տարի է, որ ստեղծվել է ապագա բարեգործական հիմնադրամը, գործարարներ Էդուարդ Մարությանի եւ Արայիկ Կարապետյանի կողմից։ Վերջիններս հանդիսանում են տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրումային ծրագրեր են իրականացնում, տարբեր ֆինանսական ոլորտում են բավականին հայտնի, էներգետիկայի ոլորտում եւ տեղեկատվական համակարգերում։ Խնդիրը որն էր, լինելով աշխատաշուկայում, պարզ հասկանում են, որ կարիք ունենք որակյալ մասնագետի եւ այսպես հիմնարար հասկանալ, պետության զարգացումը, հասարակության զարգացումը, դա պետք է ունենանք արդեն երիտասարդ որակյալ մասնագետներ եւ հասկանալով, լինելով աշխատաշուկայում, վերհանելով այդ խնդիրները, ստեղծեցին հիմնադրամը եւ փորձեցին արդեն տալ մարդկանց գործիքներ, որ կարողանան իրենք սովորել եւ կառուցել իրենց ապագան։ Սրանից առաջ մոտ արդեն 5 տարի սոցիալական տարբեր ծրագրեր ենք իրականացրել, այսինքն փորձել ենք մարդկանց այն ձուկ բռնելու փոխարեն, մենք սովորեցնել ինչպես իրենք պետք է դա բռնեն, այսինքն անմիջապես դա չտանք այդ հայտնի բոլորս ասում ենք այդ ասույթը, եւ արդեն կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագիրը արդեն իսկ երիտասարդներին էր ուղղված եւ հասկացանք, որ մեր ընդհանրապես աշխատաշուկայի, երկրի, պետության կայունությունը եւ զարգացումը հիմնարար դրված է երիտասարդների ուժի, գիտելիքի, կարողությունի եւ զբաղվածություն ունենալու վրա։ Այդ պատճառով ստեղծվեց կրթությունից աշխատանք մեկ քայլ ծրագիրը։ Ինչ է ենթադրում ծրագիրը, դա արդեն ենթադրում է, որ մենք կարող ենք ուսանողներին հնարավորություն տալ հետայսու ունենալ հենց իրենց մասնագիտությամբ աշխատանք եւ զուգահեռ նաեւ կարողանալ ստանալ կրթություն բուհերում։ Հիմնական աջակցությունը սա է, բայց նաեւ ունենում ենք այլ տարբերակներ զուգահեռ որ տալիս ենք ուսանողներին, դա այն է, որ եթե օրինակ ուսանողները արդեն 3-րդ կուրս են, իրենք սկսում են վարչավճարի խնդիրներ ունենալ եւ մենք փորձում ենք նաեւ այս առումով աջակցել, այսինքն տրամադրում ենք ամբողջ 1 տարվա ուսման վճարի 80%-ը, փորձում ենք իրականացնել տարբեր մասնագիտական պրակտիկաներ ուսանողների համար տարբեր գործատուների մոտ եւ տալիս ենք նաեւ այլ մասնագիտական գիտելիքներ, փափուկ հմտություններ զարգացնում ենք եւ աջակցում ենք նաեւ աշխատաշուկայում հիմնարար զբաղվածություն ունենալու։ Հաճախ ենք լսում, որ բուհերն ավարտելուց հետո ուսանողները խնդիրներ են ունենում աշխատանք գտնելու պատճառով։ Ձեր մոդելը ինչպես է լուծում այս փակ շրջանը, Այսպես ասած, մենք դուալ կրթության մոդելի օրինակ ենք կարող ենք ասել, մենք եկել ենք ասելու, որ չունեմ փորձ, չկա աշխատանք, դա ճիշտ չէ։ Այսինքն մենք փորձում ենք օգնել ուսանողներին, մինչև արդեն ավարտել բուհերը, իրենք ունենան աշխատանքային որոշակի ստաժ եւ կարողանան արդեն իրենց մասնագիտական գիտելիքները կիրառել գործնական դաշտում։ Այսինքն այսօր մենք բուհերը տալիս են ավելի շատ տեսաբաններ, բայց մենք փորձում ենք դա
բերել, ամրացնել իրենց գիտելիքները պրակտիկ դաշտում։ Մենք դարձել ենք կամուրջ, պետություն, կրթություն եւ մասնավոր հատված այս հարաբերություններում։ Այսինքն աշխատելով համալսարանների հետ, աշխատելով մասնավոր հատվածի հետ, տալիս ենք նաեւ կրթական տարբեր ծրագրեր, փորձում ենք ուսանողների աշխատաշուկայում մուտք գործելը շատ ավելի հեշտ եւ դյուրին իրականացնել, քան որ երբ որ հատկապես գործատուները տեսնում են, որ ուսանողը փորձ չունի, մենք արդեն փակուղը առաջ ենք կանգնում, այսինքն տվյալ ուսանողը որտեղից փորձ գտնի, որ կարողանա աշխատել։ Այս խնդիրը փորձում ենք լուծել։ Հա, այսինքն ուսանողները այդ անհրաժեշտ փորձը ձեր միջոցով ձեռք են բերում։ Այո, մեր միջոցով տարբեր գործատուների մոտ, որը եւ պետական կառույցներ են, նախարարություններ են արդեն ընդգրկում եւ մասնավոր հատվածը, բիզնես, տարբեր հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ փորձում ենք իրենց միջոցով աջակցել, որպեսզի ստանան այդ պրակտիկ փորձը։ Խոսենք նաև պետության հետ համագործակցության մասին։ Դուք վերջին շրջանում մի շարք նախարարությունների հետ ունեք համագործակցության հուշագրեր ստորագրած։ Ինչով է սա կարևոր ուսանողների համար, արդյոք պետական համակարգը բաց է ուսանողների համար եւ արդյոք երիտասարդների կողմից կա հետաքրքրություն պետական համակարգերում գործունեություն, աշխատանք գտնելու տեսակետից։ Շատ լավ հարցեր, պետք է ցավոք նշեմ, մինչև ծրագրի սկսվելը, երբ որ աշխատում ենք ուսանողների հետ, երբ տեսնում էին մասնավոր հատված բիզնես եւ պետական կառույցներ, իհարկե մոտիվացիան դեպի մասնավոր հատված եւ բիզնես գնալն էր, բայց աշխատելով իրենց հետ, ցույց տալով նաեւ պետական կառավարման համակարգը, իրենց ներդրումը, որ կարող են այնպիսի դռներ բացել, որ իրենք կարողանան այդ ամբողջ համակարգի հետ ծանոթանալ եւ ներսից հասկանալ ինչ խնդիրներ ունեն եւ կարողանան նաեւ իրենք աջակցել եւ որոշ գիտելիքներ ստանալ, արդեն երրորդ տարին է բավականին մեծ փոփոխություն ունեցանք նաեւ այս առումով ուսանողների մտածելակերպի փոփոխության մեջ, մոտիվացիայի մեջ, նույնիսկ ունեցել ենք դեպքեր, որ մասնավոր հատվածում պրակտիկա անցնող ուսանողին հետաքրքրել է եւ ինքը շարունակել է իր մնացած մասը աշխատել պետական արդեն մեր կողմից, հա, պետական կառույցներում։ Բաց են եւ աշխատում են մեզ հետ եւ համագործակցում են եւ սա շատ կարեւոր դեր է խաղում մեզ համար, հա, այսօր մեր գերատեսչությունները, այսինքն մենք այսօր ունենք հուշագրեր աշխատանքի եւ սոցիալական հարցերով զբաղվող նախարարության հետ, ֆինանսների նախարարության հետ, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, մեզ աջակցում է շատ նաեւ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը, այսինքն այս ինֆորմացիան տարածելու համար եւ պիտի նշեմ, որ արդեն եւ ֆինանսների նախարարությունում եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունում մենք ունենք արդեն աշխատակից ուսանողներ։ Այսինքն, եթե անցյալ տարի իրենք ուսանողներ էին եւ դեռ գնում էին պրակտիկա եւ ստանում այս գիտելիքները, այսօր նրանք արդեն դարձել են պետական կառավարման համակարգում գործընկերներ։ Բացի մասնագիտական գիտելիքներից, ինչ փափուկ հմտություններ եք, հա, դուք փոխանցում երիտասարդներին, որոնք նրանց դարձնում են այսօր աշխատաշուկայում ավելի մրցունակ։ Այո, այս տեսանկյունից նաև մեր ծրագրի մյուս հատվածը դա դասընթացներն են, մասնագիտական դասընթացներ, բայց ոչ նեղ մասնագիտական, այսինքն ուսանողները հնարավորություն են ունենում մասնակցել արդեն տարբեր կազմակերպությունների եւ պետական եւ մասնավոր վերին օղակների ղեկավարների կողմից իրականացվող դասընթացներին։ Սա շատ հետաքրքիր է, որովհետեւ երբեմն ուսանողները միգուցե մինչեւ, չգիտեմ, տարիներով չկարողանային օրինակ տվյալ կազմակերպության վերին օղակի ղեկավարին տեսնել, լսել եւ իրենց հարցերը ուղղել, այ ոնց եղավ, որ իրենց արտադրանքը այս product-ը ստացավ եւ այլն, եւ մենք փորձում ենք դա կազմակերպել։ Ինչով է տարբերվում մեր դասընթացները առօրյա մեզ ծանոթ կուրսերից։ Այսինքն մենք մեր խմբում, եթե ունենք 60 ուսանող, տարբեր մասնագիտությունների ուսանողներ են, այսինքն 60-ն էլ IT ոլորտից չեն, 60-ն էլ բժիշկներ չեն, մոտ 30 տարբեր մասնագիտական ուղղություններ են, եւ մենք նրանց չենք տալիս նեղ մասնագիտական գիտելիքներ, իրենք համալսարանները այդ գիտելիքները ստանում են համալսարանից։ Մենք տալիս ենք փափուկ հմտություններ, այսինքն եթե օրինակ ունենք բժշկության ոլորտ, հոգեբանության ոլորտ, մենք բացում ենք, ընդլայնում ենք իրենց տեսլականը բոլոր առումներով եւ ավելի շատ տալիս ենք էթիկա, կանոններ, ինչպես պետք է աշխատավայրում գործելավոճ ունենան, ինչպես պետք է աշխատեն եւ տարբեր ոլորտներից այսպես գիտելիքներ, որպեսզի ընդլայնենք իրենց տեսլականը, շատ նեղ չմտածեն, ավելի ոնց որ տրամաբանություն ենք սովորացնում։ Խոսենք նաեւ ապագայի պլաններից, ինչպիսին է ձեր պլանները առաջիկա 5 տարվա համար։ Առաջիկա 5 տարվա համար նախ ես ասեմ, որ շատ ուզում ենք 5 տարի հետո, երբ որ ուսանողները ստանում են իրենց դիպլոմները, դա չհամարվի նոր աշխատանք փնտրելու հնարավորություն, այլ դիպլոմը դառնա արդեն իսկ ունեցած աշխատանքային փորձի հաստատում։
Եվ մեր պլաններն են նաև ապագայի հետ կապված, որ մեր երիտասարդները չգնան եւ չփնտրեն այլ երկրներում որևէ հնարավորություններ, այլ մնան երկրում ու իրենք դառնան այդ հնարավորություններ ստեղծողները։ Ինչ չափելի արդյունքներ եք արդեն գրանցել ապագա հիմնադրամի ծրագրերի շրջանակում եւ կարող եք նշել կոնկրետ օրինակներ կամ պատմություններ, որոնք լավագույնս ցույց են տալիս ձեր աշխատանքի արդյունքը այս տարիների ընթացքում։ Լինելով կամուրջ պետության, բուհերի, կրթության եւ մասնավոր հատվածի միջև մենք բավականին լուրջ աշխատանքներ ենք իրականացրել։ Չափելին կարող ենք թվերով ասել, որ 100 ուսանողից 60-ը դեռ այս տարի չավարտած, արդեն 25% ունի հիմնական աշխատանք, բայց դեռ ուսանողներ են։ Նախորդ տարվա 40-ից 80% ունեն աշխատանք, մնացած 20%-ը կամ երկրից դուրս են շարունակել սովորել կամ երկրի ներսում շարունակել են սովորել, այսինքն կրթության շարունակականության հետ է կապված եղել եւ կարող եմ ասել, որ ունեցել ենք ուսանողներ, որ վարձավճարի պատճառով այն որ շեմին էին հասել, որ կարող են դուրս մնալ, համալսարանից, ընդգրկվելով ծրագիր, ոչ միայն աջակցել ենք ֆինանսական, այս պրակտիկան ենք ապահովել, նաեւ այսօր իրանք բավականին միջին ավելի եւ բարձր մեծ անուն ունեցող կազմակերպություններում աշխատողներ են։ Մեր արդյունքներից մեկը նաեւ որ հետազոտություն ենք իրականացրել միջին աշխատավարձ ուսանողի, որ տեղավորում ենք աշխատանքի, զուտ մաքուրի մասին ենք խոսում 150-ից 250 հազար դրամ աշխատավարձով կազմակերպություններում են իրենք աշխատում։ Ինձ թվում է սա արդեն մեծ արդյունք է ուսանողների դեպքում, երբ որ փորձ չունեն եւ կարողանում են ընդգրկվել այնպիսի կազմակերպություններում, որ կարող են հավասարապես աշխատել եւ աշխատավարձ ունենալ։ Տիկին Սալոմանյան, որոնք են այն հիմնական մարտահրավերները, որոնց բախվել եք այս տարիների ընթացքում եւ ինչպես եք դրանք հաղթահարել։ Մարտահրավերները շատ են, իհարկե սկզբում բուհի կողմից տված կրթություն եւ աշխատաշուկայի պահանջ։ Այս համամասնություններ, որ շատ տարբեր էր եւ փորձեցինք բերել համապատասխանեցնել, այսինքն նախապես սկսեցինք աշխատել գործատուների հետ հասկանալ ինչ պահանջարկ ունենք, նոր դիմում ենք ուսանողներին համապատասխան մասնագիտությամբ, որ կարողանային դիմել։ Երկրորդը մարտահրավերներ, որ կային, բայց մինիմալի են հասցվել, դա կազմակերպությունների հետ աշխատանքն է, որովհետև այսօր բոլորն էլ ունեն իրենց արդեն ռազմավարական ծրագրերը, իրենց գործառույթները եւ մի տեսակ ամեն դեպքում ճակերտավոր ասած ավելորդություն են համարում մեկ այլ երիտասարդի փոխանցել իրենց փորձը, գիտելիքները եւ այս առումով շատ մեծ աշխատանքներ ենք իրականացրել, որ այսօր մեզ են դիմում գործատուները, ասում մենք պատրաստ ենք այսքան ուսանողի պրակտիկան ապահովել, բայց վերջում էլ կարող է մի քանիսին ընդունենք աշխատանքի։ Հասել ենք սրան, նվազեցրել ենք, բայց դեռ ունենք այդ մարտահրավերները եւ մեր բավականին այդ լավ համագործակցությունների շրջանակներում հուսով որ հաջորդ մեր ելույթներին չենք ունեն այս մարտահրավերները։ Ովքեր կարող են դիմել ծրագրին եւ քանի ուսանողը հնարավորություն ստանալու եւ այդ ընթացքը ինչպես է իրականացնում։ Այս տարի հիմնադրամը պատրաստ է աջակցել 100 ուսանողի, բոլոր պետական հավատարմագրված բուհերից ուսանողներ կարող են դիմել։ Մենք ծրագրում արդեն 15 բուհից ուսանողներ ունենք եւ այս առումով մենք խնդիր չենք տեսնում, որևէ բուհի ուսանողի աջակցել։ Որ ուսանողները կարող են դիմել։ Մենք ունենում ենք մասնագիտությունների ցանկ, որը հրապարակվում է մեր սոցիալական էջերում, մինչև 30 տարբեր այնքան շատ են, որ արդեն չեմ կարող առանձնացնել, բայց բոլորը կարող են դիմել, բոլոր մասնագիտություն ունեցող տարբեր ուսանողներ դիմում են այս տարի 3-րդ կուրսի ուսանողները, ովքեր սեպտեմբեր ամսից գնում են 4-րդ կուրս արկա սովորող եւ 4-րդ կուրսի ուսանողները հեռակա սովորող, ովքեր 5-րդ կուրս են։ Այսինքն մենք հիմնականում ծրագիր ընդգրկում ենք վերջին կուրսում ավարտական սովորող ուսանողներին, բայց ֆիլտրացիա սկսվում է 3-րդ կուրսից։ 3-րդ կուրսից կարող են մարտ ամսից դիմել եւ սկսել անցնել որոշ փուլեր, Առաջինը դա մոգի արդյունքներն է, այսինքն միջին որակական գնահատման չափորոշիչներն եք ուզում հասկանալ, շատ է, քիչ է եւ այլն։ Երկրորդը թեստավորումն է։ Թեստավորումը թվայնացրել ենք, այսինքն on-line անգլերեն, տրամաբանություն եւ աշխատանքային մոտիվացիա, այս թեստավորումն են անցնում, որից հետո արդեն հրավիրվում են հարցազրույցների եւ մի հատ էլ գործատուներն են տեսնում ու անցնում են արդեն ընդգրկում են սեպտեմբեր ամսից ծրագիր։ Ծրագիրը ինչ հնարավորություն է տալիս 3 ամիս ունենալ սեպտեմբեր ամսից որևէ կառույցում դա կլինի պետական, մասնավոր թե բիզնես, մասնագիտական պրակտիկա, ունենում են հնարավորություն 5 ամիս տարբեր վերին օղակների ղեկավարների կողմից իրականացվող դասընթացների մասնակցելու այդ ամբողջ անվճար, ունենում են հնարավորություն ամբողջ վերջին տարվա վարձավճարի 80%-ի փոխհատուցում,
որից հետո լավագույններին աջակցում ենք տեղավորել աշխատանքի։ Ամփոփելով մեր զրույցը, ինչ ուղերձ կցանկանաք փոխանցել այն երիտասարդներին, ովքեր այսօր դեռ կասկածում են իրենց ուժերին եւ կարելի ասել չեն տեսնում իրենց կրթության ապագան Հայաստանում։ Այսօր երբեմն sense շատ տեղերից լսում ենք, որ թուլացել է, նվազել է կրթությունը, մակարդակը երիտասարդների մոտ եւ անգամ նույնիսկ եթե ինչ-որ տոկոսով դա ճիշտ է եւ ճշմարիտ է, ապա մենք պիտի հիշենք, որ դա ազդում է երիտասարդների մոտիվացիայի վրա, այսինքն պետք չէ այդքան բարձրաձայնել։ Ես մի բան պիտի ասեմ, այն գիտելիքը, որ ստանում եք դուք երիտասարդներ ջան, դա դարձրեք ձեզ արժեք։ Արժևորեք ձեր ստացած գիտելիքները, որպես պետություն, որպես հասարակություն մենք ձեր կարիքը ունենք։ Մենք ունենք նախաձեռնող, ուժեղ, գիտելիքով հարուստ երիտասարդների կարիք։ Եվ եթե դուք այդքանը ունեք եւ նման հնարավորություններ կան, իսկ մեր հիմնադրամը եւ այլ շատ կառույցներ նման հնարավորություններ տալիս են, կխնդրեմ օգտվեք եւ չվախենաք։ Ձեր ապագան սկսվում է այս հնարավորություններից, որ դուք պետքա օգտվեք անպայման եւ արժևորեք ձեր ստացած գիտելիքները։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ձեզ էլ եմ շատ շնորհակալ ջեր միջավայրում հյուրընկալելու համար։